Բարև ձեզ, CVK-ի տաղավարում այսօր զրուցելու ենք իրավապաշտպան Քրիստոֆ Հովսեփյանի հետ, բարև ձեզ, պարոն Հովսեփյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, պարոն Հովսեփյան, խոսելու ենք եկեղեցու թեմաներից, դուք ձեր Facebook-յան էջում բավական ակտիվ եք քննարկում, զրուցում, խոսում այդ մասին։ Պարոն Հովսեփյան, ինչ է կատարվում ընդհանրապես եկեղեցում եւ բարձրաստիճան հոգեվորականների շրջանում ու ինչ կա իշխանություն եւ եկեղեցու հոգեվորականներ հարաբերություններում։ Շնորհակալություն հրավերի համար, սկսեմ սկզբից։ Եկեղեցու բարձրաստիճան հոգեվորականները այս պահին ունեն հստակ քաղաքական դիրքորոշում, որը ընդգծված է ցավալի է նշել, որ հոգեվորականները այս պահին քաղաքական ակտիվիստի դեր են իրականացնում եւ հստակ անջրպետ են առաջացնում հոգեվորականները մեր հավատացյալ ժողովրդի, մեր հավատավոր հայ առաքելական եկեղեցու հետևորդների միջև։ Հստակ կա տարանջատում եւ հստակ կան ընդգծված չափորոշիչներ, որոնցով հոգեվորականները փորձում են հավատացյալների հավատքի մեջ նաեւ փորձում են սեփխրեն, որը որ անընդունելի է առհասարակ։ Իրանք ընդգծված քաղաքական գործիչներ են այս պահին, որոնք իրականացնում են քաղաքական գործունեություն։ Հիմա դա է պատճառը, որ իշխանությունները սկսել են զբաղվել հոգեվորականներով, բարձրաստիճան այդ հոգեվորականներով, որոնք թողելով իրենց բուն պարտականությունները մուտք են կորցնում քաղաքականություն։ Առհասարակ ես նորից կկրկնեմ, որ դա անընդունելի փաստ է հոգեվորականության եւ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեվորականների կողմից քաղաքականություն մտնելը, այս պահին իշխանությունը իրականացնում է այն գործառույթները, ինչ որ պետք է իրականացի հավատացյալ ժողովուրդը։ Իսկ ինչու են եկեղեցականները որոշում մտնել քաղաքականություն։ Ինչ կա քաղաքականությունում, որ ստիպել է իրենց կամ խրախուսվում է մտնել քաղաքականություն։ Ես կարծում եմ, որ տվյալ դեպքում հոգեվորականները իրենց անձնական շահը վեր են դասում հանրային շահից, հավատացյալների շահից եւ տվյալ պարագայում քաղաքականությունը փորձում են իրենք կարծում եմ ինքնահաստատվել քաղաքական դաշտում, բայց այս դեպքում կա խնդիր, եթե դու բարձրաստիճան հոգեվորական ես, խնդրում եմ մի կողմ դիր քո հոգեվորական պարտականությունները եւ գնա հիմնի քաղաքական կուսակցություն, ազատ է, համանդրություն չի արգելում։ Կարող եք բացել կուսակցություն, զբաղվել քաղաքականությամբ։ Իդեպ նշեմ, որ համացանցում տեղեկություններ կան, տարածվում են լուսանկարներ, որ մայրաթոռում կա Ռոբերտ Քոչարյանի Հայաստան Դաշինքի լոգոն, դա այսինքն դա ինքնին վկայում է, որ բարձրաստիճան հոգեվորականները ընդգծված քաղաքականությամբ են զբաղվում։ Եվ հատուկ ճաշակ ունեն։ Այո, եւ հատուկ ճաշակ, ընտրված ճաշակ ունեն, կարծում եմ, եւ այդ ընտրությունը կարծում եմ բոլորիս էլ հայտնի է։ Պարոն Հովսեփյան, որպես իրավապաշտպան, իրավունքի մասնագետ, սահմանադրության հոդված կա, որ եկեղեցին ու պետությունը անջատ են եւ դա անընդհատ վկայակոչվում է ընդդիմության կողմից, անընդհատ վկայակոչվում է հոգեվորականների պաշտպանների կողմից, որ ահա իշխանությունը մուտք է գործում եկեղեցի, չնայած սահմանադրությունը արգելում է եւ առաքելական եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ մեր սահմանադրությամբ, բայց երբ եկեղեցին է մուտք գործում քաղաքականություն, անընդհատ նշում է, որ իրենք քաղաքացիներ են եւ իրավունք ունեն ունենալ դիրքորոշում, ունենալ հավաքների մասնակցելու իրավունք, չգիտեմ, ընտրվելու իրավունք եւ այլն, այսինքն այստեղ ոնց է կարգավորվում, երբ որ եկեղեցին է մտնում քաղաքականություն։ Տեսեք, եթե դուք մեր բերում եք սահմանադրության հոդվածը, ճիշտ եք մեր բերում եկեղեցին անջատապետությունից, բայց այս դեպքում եկեղեցականները եթե զբաղվում են քաղաքականությամբ, այսինքն դա ըստ իրենց նորմալը, դա կարգավիճակ, այսինքն այդպես պետք է լինի։ Այսինքն իրենք չեն կարող զբաղվել առհասարակ քաղաքականությամբ, որտեղ իրանք բարձրաստիճան հոգեվորականի կարգավիճակ ունեն։ Արքեպիսկոպոսներ, սրբազաններ, հոգեվոր հովիվներ, ոչ օրենք չարգեն զբաղվել քաղաքականությամբ, զբաղվեք քաղաքականությամբ, բայց դուրս եկեք ձեր քահանայի կարգավիճակից եւ զբաղվեք քաղաքական գործունեությամբ։ Սա այսինքն ինչ է դառնում, ընտրովի կանոնակարգը։ Մի դեպքում եկեղեցական են, մյուս դեպքում քաղաքական քաղաքացի են, հա, այսինքն դա սա դառնում է ընտրովի։ Ես կուզենամ անդրադառնալ նաև վերջին օրերին կատարված իրադարձություններին, տեսեք, ըստ դիվանատան կարգալուց է եղել Տեր Արամ քահանան, բայց ես ուզում եմ հարց ուղղեմ մայրաթոռի հոգևոր դասին, այս դեպքում Վազգեն Գալստանյանը ինչու կարգալուց չի եղել, երբ որ ինքը ակնհայտ զբաղվում էր քաղաքական գործունեությամբ։ Այսինքն Տեր Արամը կարգալույց է արվել իր քաղաքական գործունեությամբ։ Տեր Արամը կարգալույց է եղել դիվանատան կողմից, քանի որ Տեր Արամը բարձրացրել է
համայրաթուրում տեղ ունեցած խնդիրներ։ Այսինքն ինչ է նշանակում, եթե կա խնդիրներ, որ դու խնդիրները բարձրաձայնում ես, խնդիրներին փորձեք լուծում տայիք, Տերարամը չունի քաղաքական դիրքորոշում այս պահին, Տերարամը իրականացնում է իր հոգևոր ծառայությունը անավանքում։ Քանի որ քաղաքական դիրքորոշումի մասին խոսեցինք, շատ հետաքրքիր է նաև եկեղեցու դիրքորոշումը ընդհանրապես դեմոկրատիային, ազատություններին եւ այլն, որովհետեւ մեկ անգամ չէ որ նրանք հանդես են եկել, որ դեմոկրատիան դա սխալ ուղղություն է, սխալ ճանապարհ է, մասնավորապես arczepiskopos Աջապահյանը հայտարարում էր, որ ընտրելու իրավունք պետք է ունենան միայն էլիտան, այսինքն մերիտոկրատիա էր քարոզում, եւ ամեն մարդ չպետք է ընտրելու իրավունք ունենա։ Հետո վերջերս TV-ներից մեկով մեկ այլ հոգեվորական հայտարարում էր, որ դեմոկրատիան վատ ճանապարհ է, վատ ուղղություն է, վատ, չգիտեմ, կառավարման մեթոդ է, մոդել է, եւ օրինակ էր բերում անգամ Պլատոնի, որ Պլատոնն է ասել, որ դա վատ ճանապարհ է։ Անգամ Տերարամը, որ դեմ է հանդես գալիս այս բարքերին, եկեղեցում տիրող, նշում էր եւ վերահաստատեց, որ, չգիտեմ, Կադիրովը օրինակելի ղեկավար կարող է լինել, այսինքն որը դեմոկրատիայի հետ առհասարակ կապ չունի եւ դիկտատոր է կարելի ասել։ Այսինքն այս հակադեմոկրատական այս պատկերացումները իրոք այդքան արմատացած են եկեղեցում եւ ի՞նչն է պատճառը, որ այդպիսի արմատացած մոտեցում կա եկեղեցիում, որ դեմոկրատիան վատ բան է։ Շատ լավ հարց եք բարձրացնում, նշեմ, եթե դեմոկրատիան եկեղեցական իրականություն հակադեմոկրատական քարոզ, բայց իրանք օգտվում են դեմոկրատիայի ամբողջ գործիքակազմից։ Սա առաջնահերթություն է։ Այսինքն ամբողջ փաստաբանական պալատի անձնակազմով, իրավապաշտպաններով, միջազգային ԶԼՄ-ներով, լրատվականներով տարբեր, այսինքն սա դեմոկրատիայի գործիքակազմ չի, հստակազմ, դա դեմոկրատիայի գործիքակազմ է։ Այսինքն դու օգտագործում ես դեմոկրատիայի գործիքակազմը իշակես եւ հետո ասում ես որ դեմոկրատիան վատ բան է։ Դա էլ է աբսուրդ։ Այսինքն ուրեմն մի օգտվի դեմոկրատիայի գործիքներից։ Նկատեք, որ ընդդիմությունն էլ է այդպես այդ մոտեցումը կիսում կարծեք, թե որովհետեւ իրենք էլ ողջ գործիքակազմը կիրառում են եւ եթերներ, տարբեր եթերներ գնալով ասում են, որ 37 թիվն է Հայաստանում։ Հայաստանում ճիշտ եք։ Հիմա այսօր մենք այսօրվա իրականությունում ենք ապրում եւ գիտենք ընդդիմադիրները ԶԼՄ-ներ ունեն, շատ ԶԼՄ-ներ ունեն եւ որոնք իրականացնում են ընդդիմության քարոզները ԶԼՄ-ները։ Դա դեմոկրատիա չի։ Դա հստակ դեմոկրատիա է։ Բայց ինչու է դեմոկրատիան այդ դեպքում։ Ուզում են, որ իրենք դառնան իշխող, կառավարող ուժ ու արդեն միանձնյա կառավարեն։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիրները այս խորհրդարանական ընդդիմության եւ արտախորհրդարանական շատ ընդդիմադիր ուժեր կարծում սովոր չեն դեմոկրատիային։ Իրանք դեմոկրատիա առաջ նախկին իշխանությունների ժամանակ խոսքի ազատությունը այդքան լեսելի չի եղել, ինչքան այսօր։ Այսօր կա խոսքի հստակ ազատություն։ Եվ ազատությունը չափորոշիչներ չի սահմանում։ Այսինքն այսօր համացանցում դուք տեսնում եք ինչ է, ամեն երկրորդը ունի ազատ խոսքի իրավունք, ազատ կարծիք արտահայտելու իրավունք։ Իսկ մենք բոլորս էլ ապրում ենք, ապրել ենք Հայաստանում եւ տեսել ենք ինչ էր տեղի ունեցել ժամանակին ազատ խոսք արտահայտելու հետ կապված։ Սա կապված է նաեւ Ռուսաստանի կառավարման մոդելի հետ, որովհետեւ տեսնում ենք, որ Ռուսաստանից հստակ աջակցություն կա վերջերս Նիկոլայ Պալաշովը, պատրիարքի, հա, Ռուսաստանի պատրիարքի խորհրդականը ավագ քահանա Նիկոլայ Պալաշովը հայտարարել, որ Հայաստանի իշխանությունը հայ-առաքելական եկեղեցու նկատմամբ արշավ է սկսել, որ հարձակումների սպառնալիքները օրենքից դուրս են եւ այլն եւ իր հստակ աջակցություններ հայտնել։ Տեսեք, ես հայտարարությանը ծանոթ եմ եւ կարծում եմ սա էլ է դեմոկրատիայի տարատեսակ, եթե ինքը իր անձնական կարծիքը արտահայտել է, աջակցություն է հայտնում բնականաբար ընդդիմադիրներին անձնական դիրքորոշում է արտահայտել։ Դա դեմոկրատիայի տարատեսակ է, հստակ կարող եմ արձանագրել, բայց որ կան ինչ որ հատուկ ազդակներ Մոսկվայից, դա անհերքելի է։ Այսինքն որ ինչ ազդակներ, ինչ տարբեր ազդակներ կան, քանի որ որոշ ԶԼՄ-ներ նաև ռուսական աջակցություն են հայտնում տեղի ընդդիմադիրներին եւ փորձում են ընդդիմադիրներով փորձում են իրականացնել այս բանի իշխանափոխության գործընթաց, բայց քանի որ կառավարությունը գործադիր է, որը դրա մարմինը լեգիտիմ ընտրված է, այս բանին տեսեք վայելում է ժողովրդի վստահությունը եւ ունենք այն, ինչ այս բանին իրականացվում է։ Եկեղեցին եւս այդ իշխանափոխության
գործիքներից մեկն է հանդիսանում բնականաբար ամենաուժեղ գործիքներից մեկը ես կարծում եմ ամենացցուն գործիքներից մեկը եկեղեցին որովհետև եկեղեցականների բարձր հոգևորականների միջոցով շատ ազդակներ եւ շատ հարցեր փորձում են լուծել այնպես ինչպես ձեռնատու է մասնավոր անձերին ոչ թե հասարակության ոչ թե հավատացյալ ժողովրդին Ռուսաստանի ազդեցությունը այդտեղ ինչ որքան է ես կարծում եմ բավականին մեծ է Եվ գալով եկեղեցու ներսի խնդիրներին, անընդհատ եկեղեցում նշում են, որ դա եկեղեցու կորսն է, եթե անգամ կան խնդիրներ, ապա եկեղեցին ինքնուրույն պետք է լուծի եւ դա իշխանավորների կամ քաղաքացիների գործը չէ։ Սա եթե իրոք այդ ճանապարհով գնանք հնարավոր է, որ եկեղեցում օրինակ այդ հարցերը դնեն, քննարկեն բարձրաստիճան այդ ժողովների ընթացքում կաթողիկոսի երեխա ունի թե չէ, չգիտեմ ոչ ամուսնացյալ քահանաները զբաղվում են, չգիտեմ, ինտիմ կյանք ունեն, թե ոչ։ Այսպիսի հարցեր եկեղեցին պատրաստ է դնել քննարկել։ Ես կարծում եմ, որ եկեղեցին չի քննարկի այդ հարցերը, որովհետև դա շատ հարցերը իրենց ձեռնատու չեն, որ բարձրաձայնեն եւ քննարկեն։ Անդրադառնամ ձեր առաջի հարցին, եկեղեցու ներքին գործեր, եթե եկեղեցու մայրաթորի կամ դիվանատան ներքին գործերն է, դուք իրականացնեք այնպես, որ սա լայն հասարակությանը հայտնի չդառնար այս խնդիրները։ Կամ եթե կա խնդիր, որ քահանան կամ հոգևոր հովիվը բարձրացնում է այդ խնդիրը, դուք այդ խնդրին ինչու հետո չեք լինում լուծելու եւ դրան դարձեք քաղաքական աստար։ Այդ թվում ուղարկում են օրինակ հանրահավաքների, ստիպում են որ դա այլ է։ Դա ձայնագրությունները լսել ենք, դա քրեական վարույթ է նախաձեռնված, քրեական գործը վարույթի շրջանակներում արդեն դա բարձր լինելու։ Դա ինքնին անընդունելի փաստ է։ Այսինքն ըստ էության մայրաթորը զբաղվում է քաղաքականությամբ եւ ես չեմ վախենա ասեմ որ մայրաթորը վերածվում է Հայաստան դաշինքի վաղաշաբթի նախընտրական շտաբի պետն էլ դառնում է կտրիչ ներշնչյանը հիմա այս ընտրություններում իրենք ինչպիսի դերակատարում կարող են ունենալ այս ընտրություններում ես կարծում եմ իրենք բնականաբար աջակցելու են ընդդիմադիր որոշ ուժերի եւ ակնհայտորեն փորձելու են պարակտում մտցնել հավատացյալ ժողովրդի առաքելական եկեղեցու հետևորդների եւ ոչ միայն այլ հասարակության իրականացնելու են ակտիվ պարակտման գործընթաց։ Որպես իրավապաշտպան կանք ձայնագրություններին, չնայած ընդդիմությունը ասում է, որ այդ ձայնագրությունները կեղծ են, որ այդ ձայնագրությունները ոչ օրինական մեթոդներով են ձայնագրվել, բայց եթե դուրս գանք այդ ձայնագրությունից, քանի որ դուք նշեցիք, որ քրեական վարույթ կա նախաձեռնված, ու կաթողիկոսի անունն է այնտեղ շեշտվում, այդ ձայնագրությունները բավարար են կաթողիկոսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցում։ Ուրեմն տեսեք հանրային հանցակազմ այդքան հանրային քրեական հետապնդում իրականացնելու համար բաղկացած է դա մի շարք հանգամանքներից քրեական վարույթով նախաձեռնվող մեղադրելի ցուցմունքներից վկաներից ցուցմունքներից տարբեր այսինքն ինքը որպես այդպեսին եթե նույնիսկ ես չեմ ուզում խախտեմ ոչ մեկի անմեղության կախարդից քանի որ քրեական վարույթում է տվյալ գործը եթե նույնիսկ դա 1%-ով անգամ ճիշտ է դա արդեն խայտառակություն է Այսինքն ինչ է նշանակում Կտրիչ Ներսիսյանը հրահանգում է որ զոհվածի մայրը գնա վարչապետի դեմ ցույց անի դա արդեն անընդունելի է Եվ եթե չի գնում ուղարկում է հերու ծառայության այսինքն ինքը պատիժ է պատժի տեսակի կիրառում այսինքն այո քահանաները դեմոկրատիայից են խոսում բայց իրենց մոտ ոնց որ ավտորիտարիզմ է սպասում Դրա համար միգուցե ասում են որ դեմոկրատիան վատ բան է որովհետև իրենք սովոր են եւ իրենք ցանկանում են ավտորիտար կառավարում։ Ավտորիտար կառավարման եք սովոր ընդունեցի ձեր ասածը, բայց ուրեմն մի օգտվեք դեմոկրատիայի գործիքակազմից ընդհանրապես։ Բայց կարող այդ ցայնագրություններին, պարոն Հովսեփյան, արդյոք եթե ամերիկյան կախարդակացները չխախտելով կա հանցակազմ այդ ցայնագրություններում։ Ես կարծում եմ տվյալ փուլում, քանի որ նախաքննության փուլում է ես անձնական կարծիք արտահայտեմ, որ կարծում եմ բնականաբար հանցակազմ կա։ Եթե շոշափվում է տվյալ մարդու անունը եւ կա իր դեմ տրված ցուցմունքներ, որը հետագայում արդեն կպարզվի, դա արդեն ինքնին հանցակազմ է, արդեն հանցագործություն է։ Շատ լավ։ Գանք Հովանավանքում տեղի ունեցած պատարագից եւ առաջիկա կիրակի օրը եւս պատարագելին, որին կրկին վարչապետը ասել է, որ մասնակցելու է։ Եկեղեցու տեսանկյունից
մայրաթորի տեսանկյունից Տեր Արամը կարգալույց եղած քահանա է, այլևս քահանա չէ եւ իրավունք չուներ անցկացնել այդ պատարագը եւ այնտեղ կար նշանակված այլ հոգեվորական, որը պետք է ըստ մայրաթորի իրականացնել այդ պատարագը։ Հիմա անդիմությունը իրավապաշտպան իրանց կողմից իրավապաշտպանները, նաև եկեղեցու կողմից փաստաբանները Արա Զորաբյանը նշում են, որ օրենք է խախտվել, որովհետև մայրաթորի սեփականությունն է Հովանավանքը եւ ոստիկանությունը չի ապահովել, որ Տեր Արամի քահանան դուրս գա այնտեղից, որովհետև սեփականատերը ասում է, որ ինքը այլևս հոգեվորական չի եւ իրական սեփականատերը կա եւ պատարագ մատուցի։ Շատ լավ, այստեղ կա իրավական մեծ խնդիր։ Տեր Արամ քահանային որպես կարգալույց արել դիվանատան կողմից։ Տեր Արամ քահանան դիվանատուն չի այցելել, քանի որ նրան չեն հրավիրել։ Նրան կարգալույց անելու որոշում են բերել ցույց տվել, ըստեղական հայտ խախտվել է Տեր Արամ քահանայի լսված լինելու իրավունքը։ Այսինքն, եթե դուք կարգալույց եք իրականում քահանային, քահանա պետք է կարծիք արտահայտի, չէ՞, լսված լինելու խոսքի ազատության ոտնահարում է տեղի ունեցել։ Ես միանշանակ օգտվելով արդից նաև ասեմ, որ իմ սատարումն եմ հայտնում Տեր Արամ քահանային եւ կարծում եմ, որ իրեն կարգալույց արած հոգեվորականները այս պահին պետք է մենք փորձեն հասկանան իրան քաղաքական գործունեություն են իրականացնում, թե ինչ են առհասարակ իրականացնելու։ Ես չեմ ընդունում նրա կարգալույց անելու դիվանատան որոշում, որովհետեւ դա ինքնին արդեն ապօրինի է, բայց իրավական գնահատականը մենք առաջիկայում դրա կտանք։ Ապօրինի է, որովհետև չեն կանչելու Տեր Արամի ապօրինի է, որովհետև Տեր Արամի լսված լինելու իրավունքը հստակ ոտնահարված է։ Տեր Արամի խոսքը չի լսվել։ Ես ինչքանով որ տեղյակ եմ, դիվանատան մեջ նաև ստորագրություններ կան, որոնք բացակայում են, որ նրան կարգալույց անեն, որ բանում այս քահանաներ կամ ինչ որ կան, որոնք որ չեն ստորագրել, բայց չեն ստորագրել։ Հիմա առաջիկա կիրակի օրը եւս պատարագ է տեղի ունենալու, նույն բանը սպասենք, ինչ որ տեղ ունեցավ նախորդ շաբաթ։ Կարծում եմ նույն բանը տեղի չունենա, այսինքն ընդդիմադիրները, եթե դուք նկատեցիք, հիմնական ընդդիմությունից լրագրողական հանձնակազմներ, որոնք ԶԼՄ-ներն էին, որոնք փորձում էին ինչ որ պրովոկացիաներ անել, փորձելով, ասենք, ծիսակատարությունը վերածել քաղաքական։ Չեն գա այս անգամ պարոն Հովսեփյան, ձեր կարծիքով ընդդիմությունը չի գա։ Ընդդիմությունից ներկային ԶԼՄ-ները եւ մի քանի որոշ մյուս անգամ մյուս շաբաթ չեմ կարծում, որովհետեւ այս պահի դրությամբ ծիսակատարությունը կիրակի օրը կատարվել է, ես ինքս ներկայ եմ լինելու պատարագին։ Տեսեք, ընդդիմադիրները դուրս են եկել հավատացյալների դեմ եւ իրականացնում են սա հավատքի չի, սա անձնական քաղաքական դիվիդենտներ կամ անձնական ինչ-որ բաներ հավաքելու համար այս վեճը։ Շեշտադրված չի ինչ-որ անձի դեմ, իրանք սա վերածում են քաղաքական ինչ-որ կառույցի, որ իրականացնեն հետագա իրանց ընտրաշահ։ Ընդդիմությունը կարող է որովհետև ոգևորվել են, որ տեսեք, քիչ մարդեր ներկա, հիմա կարող են ոգևորվել, իրենք էլ կան։ Թողան, կոչ եմ անում թողան ընդդիմադիրները եւ մասնակցեն Տեր Արամ քահանայի կողմից մատուցված սուրբ պատարագին։ Իսկ եթե այլ կարծում եմ ինչ որ բաներ կսովորեն եւ կվերաիմաստավորվեն։ Եվ վերջում Գարեգին երկրորդը կամ Կտրիչ Ներսիսյանը հետ նահանջի ճանապարհ ունի կամ Կտրիչ Ներսիսյանը այս պահին իր ամբողջ ուժերը միավորել է իր քահանաներով, որոշակի իր շահերը պաշտպանող քահանաների միջոցով եւ պատերազմ է հայտարարել հավատացյալ ժողովրդի։ Սա պատերազմի վերջի փուլն է, կարծում եմ։ Եվ ինչի է ցկտում։ Ցկտում է, որպեսզի ինքը ամրապնդի իր դիրքերը եկեղեցում, մայրաթոռում, բայց գրեթե վստահ եմ, որ դա նրան չի հաջողվելու, որովհետև նա դեռ շատ հարցերի պետք է պատասխանի։ Ոչ միայն իր, նաև այն հոգևորականների, որոնք իրեն են սատարում եւ կիսում են իր քաղաքական կարծիքները։ Շատ է խոսում, որ Արշակ Սրբազանի եւ այսինքն դիվանապետի եւ Կտրիչ Ներսիսյանի միջև լարված հարաբերություններ կան եւ վերջին տեսա երիզը, հա, տեսա ցայնագրությունը հենց մայրաթորի կողմից էր հրապարակվել, բայց ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունն էր արել, դուք ինչ կարծիք ունեք, արդյոք տեսեք, ներսում արդյոք այդ պարակտումը կա։ Նորից չխախտելով քաղաքացու անեղության կանխավարկածը, տվյալ գործով նույնպես կա հարուցված քրեական վարույթ
եւ ես հստակ որակավորում այս բանը չեմ կարող տալ, քանի որ քրական վարույթը նախաձեռնված եւ քրական վարույթի ընթացքում կպարզվի։ Առհասարակ ես գաղտնի ձայնագրություն տեսանկարահանումներին դատապարտում եմ որպես իրավաբան, որպես իրավապաշտպան։ Մնացած արդեն նախաքննությունը կպարզվի։ Իսկ ձեր կարծիքով դիվանապետի ու կաթողիկոսի միջև հարաբերությունները ինչպիսին են։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ըստ ԶԼՄ-ների փորձել է դիվանապետը հրաժարական պահանջի, որովհետեւ մտածում եմ, որ Գարեգին երկրորդի դիրքերը թույլատրել են եւ հիմա համար բան է։ Գարեգին երկրորդի կամ Կտրիչ Ներսիսյանի դիրքերը գնալով թուլանում են իրականում, որովհետեւ շատ հոգեվորականներ, եթե ԶԼՄ-ներին հետևում եք, տեսնում ենք, որ հոգեվորականներ կան կամ նախկին կարգալուս եղած քահանաներ, որոնք աջակցություն են հայտնում իշխանություններին եւ այսպես Կտրիչ Ներսիսյանի կառավարման համակարգին են դեմ։ Նաև արտերկրից են խոսում քահանաները եւ նշում են, որ խնդիրները ակնհայտ են, քաղաքականացված կառույց է դարձել։ Հիմա կարող են ներսում, եկեղեցու ներսում այն հոգեվորականները, որոնք ճնշված են եղել այս կառավարման ձևից, Կտրիչ Ներսիսյանի միակողմանի որոշումներ ընդունելուց տարիներ շարունակ եւ ակնհայտ է, որ եւ գիտենք փաստ է, որ ինքը ամենաշատ կարգալույց արած կաթողիկոսն է երբևէ, որ հոգեվորականների կարգալույց արել եւ այս մարդիկ, այս հոգեվորականները կարող են ի վերջո հասկանալ, որ կամ մտածել, որ ժամանակն է, հիմա ամենահարմար բանն է ու դեմ դուրս կան Կտրիչ Ներսիսյանի պահանջը նրա հրաժարականը։ Ես հույսով եմ, որ նրանց մոտ իրավագիտակցության աստիճանը կբարձրանա եւ իրենց անձնական շահը կթողնեն մի կողմ, այսինքն հավատացյալների եւ հանրային շահը ավելի վեր կդասեն։ Սա եթե իրականացավ, այսինքն կարծում եմ, որ հոգեվորականները ինքնին կպահանջեն Կտրիչ Ներսիսյանի հրաժարականը։ Բայց Կտրիչ Ներսիսյանի հրաժարականին հասնելու համար այսինքն պետք է իրականացվի ինքը կաթողիկոսական ժողով պետք է իրականացնի եւ փորձեն ժողովի միջոցով հեռացնել Կտրիչ Ներսիսյանին, բայց կարծում եմ ինձ թվում է կիրականանա դա մոտ ապագայում։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ CVK-ի եթերում զրուցեցինք իրավապաշտպան Քրիստ Հովսեփյանի հետ, տեսություն կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVK-ի YouTube-յան էջին։